Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Այսօրվա հյուրս Հայաստանի գրեպլինգի, պանկրատիոնի եւ սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հսկայածավալ միջոցառում եք որոշել անցկացնել Երևանում։ Այս նշված 3 մարզաձևերից բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություն, սա իսկապես գրանդիոզ միջոցառում է լինելու։ Ինձ համար շատ հետաքրքիր թեմա է, որովհետև պատկերացնում եմ ինչ է նշանակում մրցում կազմակերպելը, փառք Աստծո դրա փորձը կա, հիմա փորձում եմ հասկանալ, թե Սարգիս Բազինյանի հետ այս գաղափարը որ ունեիք, մտածում էիք, որ միանգամից բոլորը, թե հնդածս միացան նաև մյուս մարզաձևերը։ Սարգիս Բազինյանի հետ, երբ որ 2020 թվականին հիմնադրվեց ֆեդերացիան, մենք որոշեցինք, որ հստակ գծված ծրագրով պետք է շարժվենք եւ կազմեցինք 5 տարվա զարգացման պլան։ Եվ պայմանավորվեցինք, որ 5 տարի հետո վերանայելու են, գնահատելու են կատարված աշխատանքը եւ ծրագրերը, եւ արդեն երկրորդ 5 տարվա առաջին կետը կարելի ասել այն էր, որ որոշել էինք ընդունել մեծ միջազգային մրցաշար ու փորձեցինք դիմել Եվրոպայի առաջնության համար, բայց քանի որ մեր հետ կար նաև երկու երկիր դիմող Թուրքիան եւ Ֆրանսիան, պետք է այնպիսի հայտ լիներ, որ հաղթեր այդ երկու երկրների հայտին, նստեցինք երկար մտածեցինք, թե ինչ խաղաթուղթ է կարելի օգտագործել եւ հասկացանք, որ Ֆրանսիան ու Թուրքիան չեն դիմել բոլոր տարիքային խմբերի եւ բոլոր ձևերի համար եւ հասկացանք, որ դա հենց այն հաղթաթուղթն է, որը կարելի է օգտագործել։ Պարոն Հովհաննիսյան, անկեղծ եմ ասում շատ, սա սարսափելի մեծ ծավալ է։ Կանայք ու տղամարդիկ, պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, 3 վետերաններ, 3 մարզաձև, քանի հոգու մասին է խոսքը, մասնակցի։ Արդեն իսկ գրանցվել են մեր Աթենա ծրագրում, որտեղ նախապես պետք է գրանցվեն մասնակիցները, հայ մարզիկներին չհաշված մոտ 700 մարզիկ միայն գրանցվել են արդեն, մի քիչ այս նախորդող պատերազմը խանգարեց 3 երկրի մոտ, որոնք դիմեցին, որ չեն կարող մասնակցել, որովհետև պատերազմի սկզբից իրենց շատ քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ տարբեր երկրներից, հետևաբար վտանգ կա, որ եթե շարունակվի, ստեղ էլ կարող է նույն խնդիրը լինել եւ թիմերը մնան մեր երկրում։ Բայց միջև այն ժամանակ երբ խախանդվեց արդեն իրավիճակը, արդեն այդ ծրագիրը փակ էր, որովհետև ժամկետ կա, երբ որ թմերը պետք է գրանցվեն եւ ցավոք սրտի այդ 3 երկրները չկարողացան մասնակցել, թե չէ էլ ավելի շատ կլինեին։ Նաև ասեմ, որ մեր մարզիկներն են շատ մեծականակ, մոտ 138 հայ մարզիկ է մասնակցելու, դա շատ մեծ եւ լավ հրաշալի հարցակ է պատանիների համար, բոլորի։ Այո, որովհետեւ երբ որ մենք ենք մեկնում, ցավոք սրտի ֆեդերացիայի հնարավորությունները սահմանափակ են եւ ոչ այդքան մեծ ծավալով ենք մեկնում, դելեգացիան փոքրաթիվ է լինում։ Բայց հիմա շատ լավ մեդալների քանի հավաքածու է խաղարկվել ընդհանուր առմամբ։ Ամեն տարիքային խմբում կա 10 քաշային կատեգորիա եւ 10 քաշային կատեգորիա էլ աղջիկների 20, 60, այո 60 քաշ եւ 3 ձև 180 հավաքածու։ Մեկ շաբաթը բավական է այդ մրցումը անցկացնելու համար։ Այո, բավական է, որովհետև նախապես մենք հաշվարկել ենք եւ օրերը հստակ բաժանած են, թե որը որ տարիքային խմբերն են մասնակցելու եւ մենք ի սկզբանե նույնիսկ նախատեսել ենք 4 գորգով անցկացնել մրցաշարը, բայց մեզ United World Wrestling-ից UWV-ից խորհուրդ տվեցին, որ ավելի ճիշտ է 3-ով անել, որովհետև ամբողջը հասցնում ենք եւ ավելի հեշտ ու լավ գեղեցիկ կլինի կազմակերպել 3 գորգով։ Ընդհանրապես գրեպլինգը, պանկրատիոնը միջազգային այդ ձեր ասած UWV-ի կազմում են միացյալ շամարտի կազմակերպության մեջ են, բայց Հայաստանում դուք ձեր ֆեդերացիան ունեք։ Համագործակցում եք այնուամենայնիվ շամարտի ֆեդերացիայի հետ եւ ինչքանով է օգնում այդ համագործակցությունը ձեզ։ Միանշանակ համագործակցում ենք Հայաստանի շամարտի ֆեդերացիայի հետ եւ շատ շնորհակալ ենք ֆեդերացիային, որովհետեւ հիմնադրման օրվանից շատ կարեւոր էր իրենց աջակցությունը, որովհետեւ միջազգային կոմիտեի նախագահան մեզ խորհուրդ տվեց, ասես քանի որ ձեր շամարտի ֆեդերացիայի վարկանիշը շատ մեծ է ամբողջ աշխարհում, շատ լավ կլինի, որ դուք իրենց միջոցով
սկզբից ներգրավեք UVV աշխատանքների եւ մասնակցությանը Եվրոպայի աշխարհի առաջնություններին, դա շատ ավելի կլրջացնի նաեւ ձեր հանդեպ վերաբերմունքը։ Եվ մենք հուշագիր ստորագրեցինք նաեւ ձեր միջնորդությամբ, պարոն Գիլոյան, ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության։ Այս 5 տարիների ընթացքում միշտ աջակցել են մեզ, մեր կողքին են եղել, մենք էլ մեդալներով շնորհակալ ենք եղել, ոնց որ ասում է, բայց այս 26 թվականից արդեն մենք առանձին ենք ներկայացված միջազգային ըմբշամարտի ընտանիքում, որպես Հայաստանի գրեպլինգի, պանկրատիոնի եւ սիրողական խառը ֆեդերացիա, որովհետեւ քանի որ այս մեծ միջոցառման կազմակերպումը հենց մեզ էր տրվել, հետեւաբար որպիսի կազմակերպչական որոշ խնդիրներից խուսափենք, առանձնացանք, բայց հուշագիրը գործում է եւ համագործակցությունը կա նաեւ այս միջոցառման ժամանակ ունենք այդ աջակցությունը։ Շատ լավ։ Հիմա ցանկացած միջին վիճակագրական հեռուստադիտողի մոտ, այնպես ինչպես նաեւ ինձ մոտ, հարց է առաջանում, բյուջեն մեծ է այս մրցման։ Ինչքան եք ծախսելու, որտեվ եթե ասում եք 750 հոգի գրանցված, դա ենթադրում է մոտավորապես 1600-1700 հոգի, 1500 լավ, եթե մերոնց հանենք, պիտի գան Հայաստան, մարզիչներ պիտի գան, երկրպագուներ պիտի գան, հատկապես այս ձևերն էլ հիմա աշխարհում այսպես շատ մեծ հետաքրքրություն են վայելում, շատ սևեռված է այս ձևերի վրա մարդկանց ուշադրությունը, ենթադրում եմ, որ նաև երկրպագուների մեծ բանակ կլինի։ Գիտեմ, որ անցկացնելու եք Գազպրոմ Հայաստանի մարզադահլիճում, բյուջեն ինչքան է եւ արդյոք ամբողջովին պատրաստ եք ընդունելու այդ մրցումը։ Բյուջեն ճիշտն ասած եղավ շինարարության պես, որ կանխատեսում ես X գումար, հետո կրկնակի ավելանում է։ Գոնե 2x կամ մի քիչ էլ ավելի։ Այո, բյուջեն հիմա չհաշված կեցության ծախսերը մոտ 140 միլիոն դրամ է կազմում արդեն, որը նմանատիպ միջոցառման համար շատ համեստ բյուջե է, բայց հավատացնում եմ, որ բավականին ճոխ է լինելու եւ մենք պատրաստվում ենք այնպես անցկացնել, որ երբևէ Եվրոպայի գրեպլինգի առաջնություն եւ պանկրատիոնի սիրողական խառը դերևս չի անցկացվել բոլոր ճոխություններով լուսային համակարգով 2022 թվականից, երբ սկսեցինք հաճախակի ընդունել մեծ մրցումներ, մեկը մյուսի հետևից գալիս են ապացուցելու, որ մեզնից լավ հատկապես բացման ու փակման հարարողություն ոչ ոք չի կազմակերպում, մնացած հարցերն էլ իդեալականի մոտ ենք միշտ անում, Փառք Աստծո, Փառք ու պատիվ մեր մասնագետների, ես վստահ եմ, որ դուք էլ արդեն ներգրավել եք մարդկանց, ովքեր պատասխանատու են, ովքեր ունեն փորձ, արդեն ունեք ուրվագիծը։ Ամեն ինչ պատրաստ է, կարելի ասել, չհաշված մանր են շտրիխները, որը պետք է վերջնականացնենք արդեն երբ որ միջազգային մեր գործընկերները ժամանեն Հայաստան եւ իրենց հետ նորից անցնենք ամբողջ ծրագրով եւ կազմակերպչական հարցերով, բայց 80% աշխատանքի արված է արդեն նույնիսկ ավելին եւ Հայաստանը պատրաստ է։ Շատ ուրախանում եմ, ընդհանրապես ցանկացած ծրագիր պիտի հանդուգն ու հավակնոտ լինի, որպեսզի հաջողություն ունենա։ Մի քիչ էլ այո, պիտի այսպես հանդգնորեն գնալ։ Հիմա ես տեսնում եմ ձեր հանդգնությունը եւ դա ինձ ուրախացնում է։ Շատ լավ, բայց չէ որ մի այսպիսի գաղտնիք էլ կա։ Միջոցառումը համարվում է կայացած, եթե երկրի ներկայացուցիչները լավ են հանդես գալիս։ Հիմա դուք նաև այդ խնդիրն ունեք եւ այդ մարտահրավերը կա։ Պիտի թիմը լավ մասնակցի, պիտի մեդալներ լինեն, հաղթողներ, չեմպիոններ լինեն, որպեսզի հասարակությունը համարի կայացած։ Աստված մի արասցե հանկարծ եթե թիմը ծախողվեց մարզական արդյունքով, կազմակերպիչը գանվում է անարգանքի սյունին, ասում են ում էր պետք առաջնությունը, ինչի համար էր այդքան գումար, ինչի ծախսեցինք, բայց բավական է 1-2 չեմպիոն, բոլորն ասում են ապրենք, էցես լավ։ Հիմա այդ մեծ քանակը նաև որակ է ենթադրում, ունենք մենք լուրջ հավակնություններ։ Կարծում եմ այո եւ ոչ թե միայն կարծում եմ, այլ վստահաբար ունենք, որովհետեւ չնայած մեր սուղ միջոցների կարողացանք ամբողջ կազմով հավաքականի մոտ 170 հոգի 14 օրանոց հավաք անցկացնենք եւ մեր ակադեմիայում անցկացրեցինք, այո, քանի որ միջոցները սուղ էր, բայց ամբողջ թիմը մնում էր ակադեմիայում, սնվում էր ակադեմիայում, ոչ մեկ դուրս չէր գալիս, այսինքն հավաքի այո, խիստ կանոններով անցկացրեցինք եւ
օրինակ 15-17 տարեկանները շատ ուժեղ են եւ նույնիսկ ունենք աշխարհի մրցանակակիր եւ Եվրոպայի մրցանակակիր, ով դուրս է մնացել հավաքականի կազմից, որովհետեւ մենք բոլորին նախապես զգուշացրել էինք, որ սա շատ կարեւոր մրցաշար է մեր համար եւ Հայաստանի առաջնության արդյունքներով է ձևավորվելու հավաքականը։ Եվ պարտվեցին այդ երեխաները, որովհետեւ եկող սերունդը եւ այն երեխաները, ովքեր մեծ հավակնություններ ունեն եւ աչքերը փայլում է, այսպես ասած, քանի որ Երևանում է առաջնությունը, շատ լավ էին պատրաստվել եւ շատ լավ հանդես եկան։ Նաեւ օգնում է այն փաստը, որ այդ տարիքային խումբը հենց գրեփլերներ են իրենք։ Այսինքն հենց այդ Արդեն շամարտից եկած չեն, սամբոյից եկած չեն, հենց գրեփլեր են։ Ակնկալիքները մի փոքր գուցե համեստ են մեծերից, չնայած այնտեղ էլ շատ ուժեղ մասնակիցներ ունենք, բայց քանի որ հավաքական թիմը մեծահասակների ավելի շատ տարբեր մարզաձևերից ադապտացված սպորտսմեններ են, դե քանի որ երիտասարդ մարզաձև է, այդտեղ հավակնությունները մի փոքր համեստ են, բայց այնուամենայնիվ սպասում ենք Եվրոպայի չեմպիոնների, հատկապես 17 տարեկանները, 15 տարեկանները ունենք աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ եւ վստահաբար կրկնելու ենք այդ արդյունքները։ Աղջիկներ, տղաներ, այս համամասնությունը ինչպիսին է թիմում։ Ցավոք սրտի աղջիկները անհամեմատ քիչ են, մոտ 8-10 հոգի են աղջիկները, մնացած կազմահավաքականի հարավելապես տղաներ են ու տղամարդիկ են, բայց դա էլ է ուրախացնում, որ կան այնուամենայնիվ այն մակարդակի աղջիկներ, ով կարող են մասնակցել Եվրոպայի առաջնությանը, օրինակ 15 տարեկանների մեջ աղջիկ ունենք, ով սիրողական խառամենամարտերի աշխարհի չեմպիոն է արդեն դարձել եւ անպայման սպասելու ենք, որ կրկնելու է այդ արդյունքը արդեն Եվրոպայի առաջնությանը։ Շատ լավ է, բայց հիմա ես մտածում եմ ուժային մարզաձևերից, տեսեք, ծանրամարտում մենք շատ լավ աղջիկների հավաքական ունենք, կանանց հավաքական, որ Եվրոպայում 3-րդ տեղն է գրավում թիմային հաշվարկում։ Բռնցքամարտում շատ լավ հավաքական ունենք, աղջիկները պարբերաբար լուրջ հաջողությունների են հասնում։ Ըմբշամարտում այդպես էլ չունեցանք։ Այդպես էլ աղջիկները չուզեցին ըմբիշ դառնալ։ Մի պահ թեթև ինչ-որ շարժ կար, հետո դրսից հրավիրվեց Կարինեն Շադոյան, ինքը մեդալ բերեց, բայց ինքը հայկական դպրոցի հետ կապ չուներ։ Նույնն էլ հիմա գրեփլինգում, այսպես ըմբշամարտային, գոտեմարտային մարզաձև է, դրա համար եմ ասում, հետաքրքիր է, որ այն մարզաձևեր գնում են, այս մարզաձև չեն գալիս։ Ուրեմն աշխատանք պետք է տանել։ Այո, աշխատանք պետք է տանել եւ մենք տանում ենք այդ աշխատանքը եւ բնականաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում համեմատության մեջ աղջիկների թիվը մի փոքր ավելի քիչ է, կան երկրներ, որ հավասար է կարելի ասել, օրինակ Ռուսաստանը, Ուկրաինան աղջիկները շատ ուժեղ հավաքական ունեն, նաև Լեհաստանը շատ ուժեղ հավաքական ունի, Իսրայելը, Մոլդովան, այո, բայց այնուամենայնիվ համեմատության մեջ ավելի քիչ են, քան տղաները եւ բնականաբար Եվրոպայի առաջնության մակարդակի մասնակիցներն են քիչ, հետեւաբար մենք ունենք աղջիկներ, ովքեր շատ երկար ժամանակ չէ որ զբաղվում են, բայց քանի որ տեղեր կար ազատ, իրենց էլ ենք ներգրավել, որ փորձ ձեռք բերեն Եվրոպայի առաջնության համն ու հոտը զգան, այսպես ասած, եւ գուցե դա ավելի ոգևորի մնացած աղջիկներին, որ իրենք էլ ձգտեն, հասկանան, որ այնուամենայնիվ կա հնարավորություն բարձր միջազգային մրցաշարերում մասնակցելու եւ դա լինի նոր խթան, որ շատանան աղջիկները։ Շատ լավ, բայց մրցմանը փայլ է տալիս նաև Պարսաստիճան հյուրերի ներկայությունը։ Տեղեկություններ ունեմ, որ Նենադ Լալովիչը նույնպես հնարավոր է գա ու մասնակցի ՈՒՎԻ նախագահը։ Դա այդպես է թե չէ եւ ուրիշ ինչ հյուրեր եք սպասում։ Ուրեմն երբ որ սկսեցին կազմակերպել այս մրցաշարը, մենք շատ լավ ընկեր ունենք, ով գրեփլինգի միջազգային կոմիտեի փոխնախագահն է։ Եվ իր հետ կապը պայելով շփվելով ասեցինք, որ քանի որ Հայաստանում առաջի անգամ ենք նման մրցաշարանում, շատ կարևոր է մեր համար բարձրաստիճան հյուրերի ներկայությունը։ Ասեց ես ամեն ինչ կանեմ, որ օգնեմ, խնդրում եմ հրավերներ ուղարկեք Լալովիչին, Մամիաշվիլին եւ ում որ կցանկանաք, որ ներկա լինեն։ Մենք արագ կազմակերպեցինք, հրավերները ուղարկեցինք,
եւ իր կողմից հաստատում ենք ստացել, որ շատ հնարավոր է հավանականություն Գիտեք, հեռուստադիտողներին ասեմ, որ Նենադ Լալովիչը նաև միջազգային օլիմպիական կոմիտեի բյուրոյի անդամ է, այնպես որ շատ բարձրաստիճան հյուր է։ Այո։ Եվ շատ ենք զրուցել այդ հարցով եւ բոլոր անգամները, երբ զանգահարել ենք, խոսել ենք, ստացել ենք հաստատում, որ շատ մեծ է հավանականությունը, որ 2 օրով թե Լալովիչը, թե Մամիաշվիլին ներկա կլինեն 27-ին, 28-ին կամ 26-ին, 27-ին։ Նենց որ մենք սպասում ենք եւ մեծ հույս ունենք, որ կլինեն։ Նաեւ հրավիրել ենք Արսենին Ջուլֆալակյան, ով նույնպես մեծ հարգանք է վայելում UVV-ում եւ պաշտոնյա է, լինելու է տեխնիկական դելեգատը միջոցառման Ռոդիկայի աղջին։ Սպասում ենք նաև մեր պետական պաշտոնյաներին, քաղաքապետին ենք հրավիրել, վարչապետին ենք հրավիրելու, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին, փոխնախարարներին, հուսանք բոլորն ներկա կլինեն եւ ավելի մեծ փայլ ու շուկ կտան միջոցառմանը։ Որովհետեւ իսկապես շատ խոշոր միջոցառում է, ես հիմա կարող եմ ասել, որ մեր նկարանող խումբն էլ կլինի տարածքում, շատ շնորհակալ ու հնարավոր է մենք հետո առաջությունից հետո փորձենք հասկանալ ֆեդերացիայի նախագահի Սարգիս Բազինյանի հետ հասկանալ, թե ստացվեց արդյոք այն, ինչ ուզում էինք ստանալ եւ գնահատականներն ինչպեսին էին, որովհետեւ կրկնում եմ, սա մեծ միջոցառում է ու հետաքրքիր կլինի։ Ձեզ էլ անձամբ մեծ սիրով սպասելու ենք, պարոն Գիլյան, եւ շատ ուրախ կլինենք, որ դուք էլ անձամբ ներկա կլինեք։ Անպայման կլինեմ, ինձ շատ հետաքրքիր է, իսկ հիմա պիտի խնդրեմ, որ պատասխանեք հեռուստադիտողների հարցերին, իսկ այդ հարցերը ձեզ կուղղի գործընկերս Մարիամը։ Մարիամ, հեռուստադիտողները հավանաբար ունեն հարցեր։ Բարև ձեզ, պարոն Հովհաննեսյան։ Հարցերը այնքան էլ շատ չէին, բայց հուսամ Եվրոպայի առաջնությունից հետո ձեր մարզաձևը ավելի շատ հայտնիություն կունենա եւ դա բացատրելի է, այո, որովհետեւ դեռ քչերը գիտեն դրա մասին։ Որ տարիքից է ճիշտ սկսել զբաղվել գրեփլինգով եւ արդյոք այն անվտանգ մարզաձև է երեխաների համար։ Գրեփլինգը բավական անվտանգ մարզաձև է երեխաների համար, բայց բնականաբար քանի որ խոսում ենք հենց պրոֆեսիոնալ սպորտից, այսինքն բարձրագույն նվաճումների սպորտից, իր ռիսկերը կա, բայց մենք բոլոր այն երեխաներին, ովքեր գալիս են գրեփլինգով զբաղվելու, առաջինը հանձնվելն ենք սովորեցնում։ Նաև միջև 15 տարեկան երեխաների մրցաշարերում չենք թույլ տալիս օրինակ կտրուկ հնարքների դեպքում ձեռքը միջև վերջ բացել, ողնաշարից սեղմող հնարքներ կատարել, որպեսզի վնասվածքներից խուսափենք։ Մեր մոտ ակադեմիայում եւ ֆեդերացիայում ընդունելությունը 4 տարեկանից է, բայց միջև 7-8 տարեկան ավելի խաղային պատրաստվածություն են անցնում, զուտ հնարքներին են ծանոթանում եւ չեն գոտե մարտում, ուղղակի տեխնիկական հնարքներին են ծանոթանում։ Արդեն 7-8 տարեկանից սկսած սկսում է ամբողջական պարապմունքը։ Այս տարիների ընթացքում որ մրցաշարն է ձեզ համար ամենահիշարժանը եղել։ Ամենահիշարժանը կարծում եմ Լեհաստանում առաջի մրցաշարն էր, երբ որ ունեցանք առաջի մեդալը, հենց առաջի մրցաշարում Եվրոպայի առաջնությանը Մայիս Ներսեսյանը զբաղեցրեց 3-րդ տեղ, որովհետև որ գնում էինք մրցաշարի, ասում ենք գոնե մի մեդալ լինի, որպեսզի դատարկաձեռն չվերադառնանք ու դա նոր մոտիվացիա կլինի մեր ֆեդերացիայի համար եւ շատ հիշարժան էր 3 տարի հետո էլի Վարշավայում, երբ Մայիսը չեմպիոն դարձավ Եվրոպայի ու շատ հետաքրքիր պահ էր, որ շատ հայտնի ու շատ տիտղոսակիր մարզիկի հետ էր դուրս եկել եզրափակիչ իսրայելցի Հավիվի հետ ու տրիբունան բաժանվել էր երկրպագուները Իսրայելի ողջ երկրպագուները ողջ թիմը բալետ էր անում Հավիվին բնականաբար մնացած բոլոր երկրները երկրպագում էին Մայիսին եւ 4-2 հաղթում էր Մայիսը վերջում ճիշտ է հնարք բաց թողեց 4-4 եղավ, բայց քանի որ Մայիսի կատարած հնարքը ավելի մեծ բալանոց էր, Մայիսը Եվրոպայի չեմպիոն դարձավ եւ շատ տպավորիչ հուզիչ պահեր, դա անմոռանալի էր։ Եվ իհարկե հետագայում հիշարժան կլինի Հայաստանում անցկացված մրցաշարը։ Շատ, այո։ Ինչ արժեքներ է փոխանցում գրեփլինգը երիտասարդներին։ Գրեփլինգը մենք համարում ենք ոնց որ մենք չէ, այսինքն ամբողջ աշխարհում ընդունված է համարել մարմնի շախմատ, որովհետև ինքը շատ տակտիկական
հնարքներ ունի իր մեջ, որովհետև պետք է ոչ միայն քո հնարքների մասին մտածես, այլ մտածես նաև թե ոնց հակահնարք անես դիմացինի կատարած հնարքներին։ Դրա համար պետք է շատ բարձր ինտելեկտ, շատ բարձր պատրաստվածություն, դիսցիպլինա եւ շատ մեծ հարգանք մրցակցի հանդեպ։ Եվ այդ արժեքները մենք փոխանցում ենք մարզիկներին եւ դասիրակում ենք այդ ոգով, որ կարողանան մեծ բարձունքների հասնել արդեն պրոֆեսիոնալ սպորտում, ոչ միայն սիրողական։ Ինչ նպատակներ ունի ֆեդերացիան առաջիկա տարիների համար։ Երկրորդ, ոնց որ ասած, ցիկլի երկրորդ 5-ամյակի շրջանի ամենա գլխավոր նպատակը մեծ միջազգային մրցաշար ընդունելն էր, որին արդեն հասանք։ Երկրորդ նպատակը դա նա է, որ գրեպլինգի եվրոպական կոմիտեում ունենանք մեր ներկայացուցիչը եւ շատ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ երևի թե այս մրցաշարը թե ոնց կանցնի շատ մեծ ազդեցություն կունենա այդ նպատակի վրա եւ նաեւ շատ մեծ նպատակ ունենք 2027 թվականի աշխարհի առաջնությունը բերել Հայաստան եւ քանի որ մենք արդեն 4 մարզում ունենք, նաև պլանավորում ենք այս 5 տարվա ընթացքում 3 մարզում էլ ավելացնել մեր գրեպլինգի խմբերը, մարզաձևը եւ ոչ միայն գրեպլինգի, արդեն նաև պանկրատիոնի եւ սիրողական խառը խմբերը ավելացնել Հայաստանի այլ մարզերում։ Ինչ երազանք ունեք հայկական գրեպլինգի համար, որը դեռ սպասում է իր իրականացմանը։ Մեծահասակների աշխարհի չեմպիոն։ 20 տարեկանների ունենք, աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր ունենք, բրոնզե մեդալակիր ունենք, աշխարհի չեմպիոն դեռ չունենք։ Հուսանք, որ այդ երազանքը կկատարվի։ Այո, հուսանք։ Հիմա առաջիկա մրցումն է ամենակարևորը, ձեզ մաղթում եմ հաջողություն, թող այդ առաջնությունն անցնի անթերի ու հետագա նոր նվաճումների հենք պատրաստի։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, գրեպլինգի, պանկրատիոնի եւ սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն էր մեր հյուրը, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։